Լավա պապջան այդ ոստիկանությունից մաքուր դուրս եկա, ոչ մի փաստ չունեն վրես։ Բայց դու դրանից այդքան մի ոգևորվի տղես։ Կներես ինձ, պապ։ Ինչի համար։ Դե որ քո համար սենց խնդիրներ ստեղծեցի, ստիպված ներքաշվեցիր ես հիմար պատմության մեջ։ Ինչ կա այս ամեն ինչի մեջ Գրիշո։ Պապ, դու էհո ինձնից լավ գիտես։ Հա, ճիշտ է, իմացել եմ։ Ու շատ խորը։ Այնքան, որ երբեք չէի ուզենա քեզ այստեղ տեսնեի։ Ես իմ արյան մեջ է, պապ։ Ես ուրիշ ձև չեմ պատկերացնում։ Մենակ արյան մեջ լինելը շատ քիչ է։ Տես, հաջողության հասնելու համար ամենակարևորը պետք է այստեղ լինի։ Ու այստեղ։ Հա, պապ, բայց Դու պետք է հասկանաս մի շատ կարևոր բան, որ ինչ-որ մի օր կարող է քո դիմաց քեզանից ուժեղը կանգնի։ ուժեղով է դա անդալոշը։ Չգիտեմ կլինի սովածը, դանդալոշը, թե մի ուրիշ մեկը, բայց մի շատ կարևոր բան պիտի հասկանաս տղես։ Եթե ինչ-որ բանի մեջ ես մտնում, ուրեմն պիտի լինես լավագույնը։ Առավել ևս, եթե դու կրում ես իմ ազգանունը ու ներկայացնում ես ինձ։ Արա հունան, լսի քեզ ինչ եմ ասում։ Վագնի! Արել է հանգիստ խոսա կատամ կսպանեն։ Գրիշա, Լսում ես։ Լը հանգստացրա։ Ձերը տարա։ գոր, հանգիստ։ Դու էլ տղետ էլ պատասխան եք տալու ձեր սաղարացների համար։ Գոր ջան, մեկին ասա թող ջուր բերի, ոնց որ շատ հուզված է մեր երիտասարդը։ Այդ ջուրը քեզ պետք է գա։ Լավ իմացի, ես ընենց մարդ չեմ ում, որով կարաս անցնես ու մարսես։ Իսկ դու ով ես ընդհանրապես, այ Արա Դավիթ էլ գնաց տեից քանի չեմ ճախե, արա։ Գրիշա, ես եմ խոսում։ Երու տղա շատ նման եք իրար։ Շատ շնորհակալություն։ Ուրիշ ինչ-որ բան ունես ասելու։ Եթե չէ, ասեմ քեզ ուղեկցեն դուրս։ Հերիք չի աղբորս գցեցիք հիվանդանոց մի հատ էլ եկաք տունս քանդիք, հա։ Նեղվել ես։ Լսի, այն որ 2 կոպեկ փող ունես, չի նշանակում, որ ինչ ուզես կարաս անես։ Դե հանգստացի ու դուրս արի։ Ձերը տարա ասեցի։ Այս սրա նմաններին կարաս ինչ ուզես ասես ու ոնց ուզես անես, բայց ոչ ինձ ու իմ ընտանիքին։ Զգուշացնում եմ քեզ, եթե մի անգամ էլ այդ գիծը անցար, մտար իմ ընտանիքի տարածք, արուն եմ թափելու։ Այնքան ծիծաղելի ես, ապեր ջան։ Ասեմ, որ բավականին բախտավոր ես, որ հիմա սենց հանգիստ կանգնել դիմացս ու ելույթ ես ունենում։ Լկա հասկանանք բախտավոր ով է։ Միջև էս պահը ամեն ինչ մարսել ես, բայց էս պահից սկսած քեզ էլ, լակոտիդ էլ զգուշացնում ու ընտանիքից հեռու մնացեք։ Փորձանք, արա հել գնաց տեից։ Դու փող ունես, իսկ ես կորցնելու բան չունեմ, էդ լավ հիշի։ Այդ լոզունգով էր շարժվում, որ իմ վրա ձեռ էիր բարձրացնում։ Ես իմն ասեցի։ Գոր, Ձեռը տարա։ Լեո, բայց հիմա ամեն ինչ հիշում ես, չէ՞։ Հա։ Բայց բաներ կար կուզեի մոռանալ։
Տղա ջան, արի կլինի դու ոչինչ մի մոռացի, ինձ էլ են աշխարհ մի ուղարկի։ Մի անհանգստացեք։ Եթե նույնիսկ հիմա որոշ բաներ մոռանում ա, վստահ եմ, որ դա ժամանակավոր է։ Ընթացքում ամեն ինչ էլ տեղը կընկնի։ Դու ինչ ես անում ստեղ։ Մանան, ես եկել էի Լեոին տեսնելու։ Ինչը շատ նորմալ է, աղջիկ ջան։ Ոչ, պապի ջան, նորմալ չի։ Եթե հաշվի առնենք, թե ինչ անում իր ընտանիքը մեզ հետ։ Մանան, ինձ համար էլ է այս ամեն ինչը աններելի, բայց վայ։ Ոչինչ, որ դրանից մեր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Ընտանիքի թեթև ձեռքով մեր տունը տակնու վրա է արվել։ Իրերը հանել դուրս էին շպրտել, սիրտս վախից կանգնել էր։ Իսկ դու եկել հանգիստ կանգնել ես աղբորս կողքին։ Մանան, ես գաղափար չունեմ ինչի մասնախոսքը։ Ես իմ ընտանիքի անունից ներողություն եմ խնդրում։ Լեա, մի գնա։ Չէ, թող գնա։ Թող գնա ընտանիքի հետ հարցերը լուծի։ Աղջիկ ջան, ես ինչ արեցիր։ Հանգիստ, պապի ջան, հանգիստ։ Ես չեմ անում, պապի, մակունցներն են անում։ Դավիթն էլ է այդ կարծիքին, որ մենակ իրանք կարային մեզ հետ տենց բան անեին։ Մի հատ հանգստացի ու ասա հասկանանք ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Հիմա ինչ տուն վազեմ։ Ինչ որ շատ խոսացի, հա, ոնց որ Դավիթ ասել էր բերանց փակ պահեմ։ Ուշ արդեն խոսա։ Ինա, եկել եմ քեզ ու Հունանին բան խնդրեմ։ Ուզում ես Հունանին բան խնդրես, գնա Հունանի մոտ։ Դա երես չունես։ Ես Հունանին պաշտում եմ։ Այդ միշտ հիշի։ Բայց պաշտելով հանդերձ նման կերպ վարվեցիր, ընտրեցիր Ավոյին։ Այդ է ձեր խնդիրը, որ դուք միշտ բոլորին դնում եք ընտրության առաջ։ Ավելի ճիշտ բոլորին չէ։ Ձեր հարազատներին։ Ինչ նկատի ունես։ Ձեր աղջիկը ձեր մեղքը չի գալիս։ Ինչ ա եղել իմ աղջկան։ Բոլորը կերազեին նրա կյանքով ապրել։ Որովհետև մակունցա ու ամեն ինչով ապահոված։ Շատ հետաքրքիր է եղել, շարունակի։ Ես ինչ որ նոր էռնա եմ բացահայտում։ Փաստորեն դու սենց ճառեր էլ գիտես։ Այդ երեխան սիրում է։ Իսկ դուք խանգարում եք։ Թողեք թող գնա իր սիրո հետևից։ Քեզ նման։ Հա, ինձ նման։ Ինչը քեզ դուր չի գալիս։ Իբր դու քո կյանքից բան ես հասկացել, գիտես ինչ ես ուզում, մի հատ Լեային ես օգնում։ Ես սիրում եմ, ու Լեան էլ է սիրում։ Իսկ դուք խանգարում եք։ Որովհետև չենք ուզում, որ քո պես դժբախտ լինի, ու երկրորդ ավոտում բերենք։ Մի վիրավորի։ Ուրեմն քեզ չվերաբերող հարցերին մի խառնվի, հատկապես երբ չես կարողանում սեփական կյանքը դասավորել։ Բուժքրոջը կանչում ճնշումդ չափի։ Չէ, տղա ջան, ամեն ինչ նորմալ է։ Ինչ եղավ, Լեո։ Երևի պետք չէր այդքան բան ասել։ Ուղղակի չստացվեց մակունցների աղջկա կեղծավորությունը հանդուրժել։ Ինչ կեղծավորություն։ Մի մոռացիր, դու էլ նրանց տղայի հետ ես հանդիպում բարբերաբար։ Աղբերը սուրա։ Ճիշտ ուրա, դավոն ուրա, ոչի գնացել է տանտիրոջ հետ հանդիպման։ Մի փորձանքի չկա հանկարծ։ Դավոնովա պապի։ Ձեռ ես առնում, Լեո, ոնց թե Դավոնովա։ Ձեռ չի առնում։ Աղբերը հիշողության խնդիր ունի արդեն։ Բժիշկ կանչեք։ Հանգիստ։ Էլ չեմ դիմանում ես ցավին։ Հանգիստ։ Ինչ ես կաննել, վազիր։ Это вот ցավում է։ Հանգիստ տղա ջան, հանգիստ։ Ինչի՞ թողի դրան ճաղեմ, պապ։ Իսկ վստահ ես, որ կարեր ճղեի։ Կարակն ընկակ մի անգամ պարտվեցինք, հապատի երեսով տաս։ Տղա ջան, երբ որ ես խոսում եմ, դու լուր ես մնում։ Ես միշտ հիշի։
Լավ բան չի չէիր ասել, որ դրանց տունը մտե ավիրել են։ Նպատակահարմար չեմ գտել, չեմ ասել։ Իսկ այդ քովարան ձեր բարձրացնելու պահով ես էլի չգիտեի։ Ոչինչ դրա ատամները հատ-հատ փշրելու եմ ես։ Դուք ես տիրություն արա տղա ջան։ Ճանապարհը ծմեր տակայրուն ջահելին։ Այդ լավ է։ Մի երկու հոգի ուժեղ տղերքից կնշանակես թող Գրիշոյի հետ մանգան։ Այդ ուրեմն ես այդքան չկամ, որ ինձ պաշտպանեմ, այդ երկու հոգին պետք է ինձ պաշտպանեն։ Ասեմ, թե հասկացար։ Եկել եմ, որովհետև ուրիշ տեղ չունեմ գնալու։ Որովհետև ուրիշ ոչ մեկին չեմ կարող ասեմ են, ինչ զգում եմ հիմա։ Խնդրում եմ օգնեք ինձ։ Օգնեք, որովհետև չեմ կարողանում զսպել իմ չարությունը։ Օգնեք, որ հանկարծ մարդ չսպանեմ։ Որովհետև դրան հենց տենում եմ ուզում եմ սպանեմ։ Խնդրում եմ օգնեք ինձ։ Ախր ես այդ մարդը չեմ։ Ես չեմ կարող մարդ սպանեմ։ Որովհետև ունեմ պապուս, աղբորս, քրոջս։ Ես չեմ կարող սխալվեմ։ Ես չեմ կարող իրենց մենակ թողնեմ։ Բայց դրան հենց տենում եմ ուզում եմ սպանեմ։ Բայց ես չեմ կարող տենց բան անել։ Ինձ իմ պապը տենց չի դաստիարակել։ Բայց ձեր թանկ հիշատակով եմ երդվում։ Հենց դրան տենում եմ ուզում եմ սպանեմ։ Դրա համար խնդրում եմ, տարեք դրան մեր կյանքից։ Թե չէ կսպանեմ։ Այ ես ձեռներով կսպանեմ։ Էլ չեմ դիմանում։ Խնդրում եմ։ Օգնեք։ Օգնեք, որ մարդասպան չդառնամ։ Լավ է էլի։ Դու քո համար գնաս, պատտվես, ես էլ իմ համար հաց սարքեմ։ Բան եմ բաց թողել։ Էս բան չա սիրտդ լացված, սիրտդ ուտեմ։ Ուղղակի նայ խոսքերից եմ նեղվել։ Լուրջ։ Հա։ Ծոները ստանում։ Այդ բավորին ձեն ասում։ Բավորին ձեն վիրավորում։
Սիրտդ հովանում է, հա? Քեզ լավ ես զգում, տենում ես, հիմա հասկանում ես, զգում ես։ Ավո սրտովս գնա էլի։ Ցավը տանը։ Ավոն են միակ մարդն է, ով քո սրտով է գնում։ Իսկ դու չես գնահատում։ Դու մենակ ես հունանը, սախբերես հունանին սարքել ես ցարի բոգը։ Հունանն էլի ամենակարող հունանն է, ավոն հեչ։ Բայց այդ որ ավոնն է հասկանում քեզ։ Հունանին էլ ոչ մի բան մի ասա, ինձ հունանը չի նեղացրել։ Ես ինայից եմ նեղվել։ Ինանը հունանը մի մարդ են։ Ախր ես վատ բան չեմ ասել։ Ընդամենը խնդրում էի, որ Լեային հանգիստ թողնեն։ Թույլ տան, որ այդ երեխան սիրի ու սիրված լինի։ Իսկ Ինան էլ ինձ ասեց, որ իմ խելքն այդքան չի հասնում։ Ինան ասեց, հա։ Հենց տենց էլ ասեց։ Հիմա տենում ես։ Գոնե հիմա հասկանում ես դրանք ովքեր են։ Դրանք թքած ունեն։ Քո մտածածի, քո սկզբունքների, քո մտածելակերպի վրա։ Իսկ ինձ ատելով են ատում։ Դրանք իմ մահն են ցանկանում։ Դրանք մեզ չեն սիրում։ Այ դրա համար պայքարել եմ, Էռնա, պայքարել եմ, որ քեզ դրանց ճանկերից խլեմ, որ հանգիստ ապրես, վայելես կյանքը։ Ինչ ես, գերի ես դու դրանց, ինձ էլ քո հետ տարար գցեցիր։ Դրանք մեզ չեն սիրում։ Չէ, դու կեր ցավդ տանեմ, կեր աչքս տենա, կեր որ ներվերդ հանգստանա, սիրունս։ Կեր, դու ներվեր չունես, բայց այմ ներվերը քո ներկայությամբ դու հաստատ կուտես։ Բապ լավ էլ է, գլադիատորներին ճամփի գնա։ Գրիշո, ես արդեն հոգնեցի նույն բանը քեզ ասելուց։ Ուրեմն ես ինչ չեմ կարող պաշտպանել, բայց ես չկաֆեր է հետս ֆռա։ Լավ էլի։ Ես քո քաշը շատ լավ գիտեմ։ Արի կլինի դու քեզ մի ներկայացրա ինձ։ Ու մի քննարկի իմ ասածները։ Իմ սիրելի տղամարդիկ ինչու են վիճում։ Բայց չիմացար, մամ ջան։ Պապան թիկնապահներ է դրել հետս։ Պապա, ո՞նց ես կարողացել այդքան դաժան լինել։ Ինչ ես խոսում։ Դուք երևի չեք նկատել։ Մեր Լեայի հետ էս վերջի շրջանում մի բան կատարվում է։ Դու ինձ համար միշտ իդեալական հոր ու ճիշտ մարդու կերպար ես եղել։ Բայց այն ինչ դու հիմա անում ես, պապ, կոտրում է իմ բոլոր պատկերացումները քո մասին։ Որդ հետ տենց խոսելու համար ես քեզ Նստի։ Թող խոսի, թող ասի տեսնենք ինչ է ասում։ Ինչի համար ես մարդիկ ուղարկել Լեոյենց տուն ու հրամայել, որ տակնու վրա անեն տունը։ Լսի դու ինչի ես այդքան անհանգստանում այդ Լեոյենց համար է։ Քեզ չի ասվել, որ իրանց հետ կապ չունենաս։ Ինչ ես էլի գնացել հանդիպել։ Ինչ ես լռում, պապ։ Թե կասես, որ այդ սուտ է։ Որ քեզ ուղակի վատաբանում են։ Մնում էր քեզ հաշիվ տա, աղջիկ ջան։ Իսկ ես համարձակվում էի հավատալ, որ այս ամեն ինչը սուտ է։ Ես ամաչում եմ, որ այս ընտանիքի անդամ եմ։ Չափն անցնում ես մի ոգևորվի մեր լռությունից։ Լսի դու մեր տանից ես թե դրանց։
Ես ամաչում եմ իմ ընտանիքի անդամների քայլերից։ Ու ես չեմ պատրաստվում դառնալ ձեր կեղտոտ հանցանքների պատասխանատուն։ Ես գնում եմ այստեղից։ Լեոնը անտանելի գլխացավեր ունի։ Ընտանիքն էլ անհանգստացած է։ Մտահոգում է հատկապես այն, որ պարբերաբար կրկնվում է հիշողության կորուստները։ Լեոն գլխուղեղի ցնցում է տարել։ Արդյունքում կարճատև պոստ-տրավմատիկ ամնեզիա է առաջացել։ Եվ հնարավոր է գիտակցության կարճատև կորուստ։ Կարող է չհիշել հարվածից անմիջապես առաջ ու հետո տեղի ունեցածը, ինչի արդյունքում գլխացավ ու սրտխառնոց կարող է առաջանալ։ Այդ ամենը հաղթահարելի է, չէ՞։ Այո, միայն ժամանակ ու համբերություն է պետք։ Լեո անցավ գլխացավդ։ Չես տեսնում աղբերդ քնում է, աշկերը կուլ են գնում, իսկ դու անդադար խոսում ես։ Անհանգստանում եմ պապի ուղակի։ Հա, տեսա ոնց ես անհանգստանում, անդադար խոսում ես։ Հələ թող երեխան քնի։ Իսկ մենք կգնանք տեսնենք, թե ինչ են արել տան հետ։ Մի հատավ։ Սայք։ Բարև Դավիթ։ Ես էլ բժշկի մոտից եմ դուրս գալիս։ Հա, ինչ ասես նորություն կա։ Լեոին կատա են արել։ Ինչի համար։ Այն անգամ չէին կարել։ Թե չէին կարել։ Չեմ հիշում արդեն գիտես չէ գլուխս այնքան խառնա։ Լեոն բարբերաբար հիշողության կորուստ է ունենում։ Դրա համար էլ հետազոտել են։ Բայց ասացին լուրջ բան չկա, ժամանակի հետ կապակինվի։ Հա, մեկ էլ բժիշկն ասաց, որ վաղը կարող է դուրս գրեն։ Այդ շատ վատ է։ Կուզենայի հիմա մի քիչ ժամանակ շահի։ Չեմ ուզում աղբորս այս վիճակով տանեմ մի տուն, որտեղ ապրելու խնդիր ունենք։ Տեղակ եմ։ Ինչքան եմ ես թույլացել, որ դու հիմա կանգնել իմ դիմաց ու ինձ ահ ես տալիս։ Ես չեմ ուզում այս տանն ապրել։ Էլ չկրկնես։ Դու չես եմ մեղավոր, ես եմ մեղավոր, որ այսքան ժամանակ ես տանը չեմ փագե։ Դու էլ սուս մնա, որովհետև դու էլ քրոջդ չես զիջում։ Իսկ դու կապդ այնքան ես կտրել, որ իմ խոսքը տրորելով գնում ես դրա այդ հանդիպման։ Լեոն եղբորս պատճառով է հիվանդանոցում։ Ու դու էլ մեղքի զգացումից որոշել ես գնաս իրան խնամես, հոգ տանես իրա մասին ու լավ աղջիկ խաղաս, հա։ Դու իրավունք չունեիր Լեոյի հետ այդքան դաժան վարվելու։ Գրիշային պատժելու փոխարեն մի հատ էլ դու ես իրանց վարտերության մեջ դնում։ Ինչ եք ուզում։ Որ այդ մարդիկ փողոցում հայտնվեն։ Բավական է, ելույթ ունենաս։ Լսի չէիր գնում, դե վեր կաց գնա, ինչ ես ոտդ կաղկցե։ Լսի ինձ աղջիկ ջան։ Այդ ով ես դու, որ կանգնես իմ դիմաց ու ինձ ահտաս, սպառնաս, որ կգնաս տնից։ Հիմա տես ինչ ես անում։ Գնում ես քո սենյակ ու տնից դուրս չես գալիս։ Մենք հələ կխոսենք քո պահվածքի մասին, հասկացար ինձ։ Իսկ հիմա գնա։ Դավ չէի ուզում բերան բացություն անեի, կներես,
Միամիտ ստացվեց։ Միամիտ ստացվել է այդքան էլ քո հետ կապ չունի, բայց լավ։ Իսկ դու ինչ էիր մտածում։ Չէի գալու, չէի տեսնելու, հա։ Պապի կլինի Լեոյի կողքդ ինձ բաներ չխոսես։ Հանգիստ Լեոն խորը քնած է։ Սրտովը տա։ Հիմա Լեոն այս վիճակում մի հատ տան մասին պետք է մտածի։ Մտածելու ոչ մի բան չկա։ Դուք մեր տուն կտեղափոխվեք։ Տղա ջան, այդ ինչ ես ասում է դու էլ։ Ախպերս մենք հաստատ ուրիշ տարբերակ կգտնենք, բայց ապրես։ Բայց եթե այդ մարդն ասեց դուրս եկեք իմ տնից։ Դու այդ մարդը գլուխը պատին ա տվել, պատնել գլխով է։ Եղավ։ Հիմա մենք կգնանք տուն, տեսնենք ինչ է եղել, մի բան կմտածենք։ Լեոն մեկը հանգիստ քնած է։ Հա, երկար կքնի։ Գնացինք։ Մեռնեմ ջանիդ։ Չեմ ուզում մնալ այս տանն ու տառապել շուրջս տիրող անարդարությունից։ Գիտես, որ միշտ համաձայն եմ քո որոշումների հետ, բայց այս անգամ չափն է անցար։ Ուրեմն թույլ տուր այս անգամ ես իմ որոշումներն ու ցանկությունները կարևորեմ։ Ես վերջերս անընդհատ ինձ հետ հակառակվում ես։ Դե այդ դեպքում սխալը քո մեջ փնտրի։ Վերադասիրակի երեխեքին, որ ես կտրուկ քայլերի չգնամ ուղղակի։ Պապի ջան, չնեղվես։ Պապին չի նեղվում։ Ինքը իր կյանքում ունես դժվարությունների մեջով անցել, որ այս ինչ է իր համար։ Չէ, չեմ նեղվում, տղա ջան։ Փառք Աստծուն, բոլորս ողջ առողջ ենք մնացել։ Թող այս անողները մտածեն, որ Աստծո պատիժն է թափելու դրանց գլխին։ Դու էլ շուտ առողջացի։ Քեզ չես ասում։ Առողջացի, որ իմ սիրտը հանգիստ լինի։ Ինչ տարբերություն։ Դու էլ իմ թորներից մեկն ես էլ։ Դուք էլ ինձ եք շատ հարազատ։ Գիտեք, նենց տպավորություն է, ոնց որ ամբողջ կյանքում ճանաչել ենք իրար։ Լավ մարդուն սիրտը թերվից է ճանաչում ու բերում է քո տուն։ Դե պատմի բալես։ Պատմի տեսնեմ ոնց էր Լեոնը։ Վերջին անգամ որ տեսա, հեչ լավ տեսք չուներ։ Սիրտը շատ է ցավում այդ տղու համար։ Ստուգումներ էին անում։ Գլխացավերում։ Մտածում եմ մյուս անգամ որ գնաս, հետդ գամ բժշկի հետ խոսեմ։ Վատ վիճակի մեջ են հայտնվել մամ։ Իրանց վարձով տուն ինչ-որ մարդիկ են մտել, քանդ ու քարապ են արել։ Տանտերն էլ պահանջում է, որ տնից դուրս գան։ Ոնց հասկացա են Հունանին են կասկածում։ Տղես չես հավատա, բայց այդ մարդը միշտ ինձ տարօրինակ է թվացել։ Մամ, առաջարկել եմ, որ մեր տուն տեղափոխվեն, եթե հանկարծ իրենց տան հարցը չլուծվի։ Չեմ ուզում դրսում մնամ։ Դե բալես, ճիշտ է, մենք ստեղ երկար չենք մնալու, բայց եթե կարող ենք մարդկանց ինչ-որ ձևով օգնել, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, թող գան։ Լավ, մամ ջան,
Գնամ լվացվեմ։ Ես քո նմանից եմ։ Այ Աստված, սա որ չզարկվեց, անգործ կմնանք։ Ախ, Տեր Աստված։ Դավբա հիմա ինչ ենք անելու։ Կմտածեմ։ Ախր ժամանակ չունենք, տնից դուրս են հանում։ Մանան, ասացի կմտածեմ։ Կլինի հիստերիատ մի կողմ դնես։ Չէ, չի լինի։ Որովհետև ներվայնացած եմ։ Դու էլ ավելի ես ներվայնացնում։ Կզարմանայի, որ սրանում էլ ես մեղավոր չլինեի։ Ճիշտը, որ ուզում ես իմանաս, դու ես մեղավոր։ Ինձ որ հանեցիր գցեցիր տնից դուրս, հիմա ձեր գլխին է գալիս։ Չգիտես, կյանքում ամեն ինչ բումերանգի պես է։ Բարև ձեզ։ Բարև։ Գալի է Դավիթ բան։ Համեցիր։ Կարամ իմանամ, տունս ինչի եք բարդակ դարձրել։ Քո տունը մինչև մեր գալն էր բարդակ։ Մենք եկանք տուն դարձրեցինք։ Տենց բաներ մի ասա, Դավիթ բապ, որ եկաք ձեզ վատ եմ ընդունել։ Ես չասեցի վատ ես ընդունել։ Հարևանները զանգել բողոքում են։ Ասում են, այդ տան մեջ մարդ են սպանում, այս ինչ դուրը դմփոցա։ Լավ, ինչքան կարելի է։ Դու բուն թեմային անցի, ասելիքդ ասա։ Ասելիքս նույնն է։ Տունը պիտի ազատեք։ Վաղը նոր տնվորներ են գալու։ Վաղը նոր տնվորներ են գալու, հա։ Հա։ Այդ ամսավճարը ուզելուց լավ ես, կանխավճար ուզելուց լավ ես, ամիսը չլրացած վարձը ուզելուց լավ ես, ես մի օրում պիտի տուն ազատեմ, հա։ Բարի օր։ Բարև։ Արի դուրս գանք դուրսը խոսանք։ Չէ, մի րոպե Դավիթ պապին զայրացած է, ոնց որ ինչ-որ բան ունի ասելու։ Հա, բան եմ ուզում ասել։ Հիմա գնում ես, ամիսը կլրանա, նոր կգաս կխոսանք, փողը տված է։ Այդ փողն էլ որպես վնասի հատուցում։ Ինչ վնաս է։ Ինչ եղել է, մեզ է եղել։ Ոչ տանդ պատերն է վնասը, ոչ է կահույքը։ Ինչ ես խոսում։ Հարևանների բողոքի համար։ Ինձ ասում են տունդ վարձով մի տուր։ Թող հանգիստ ապրենք։ Հարևանների հետ հարցերը գնա դու լուծի։ Մենք խնդիր չենք ստեղծում ստեղ ոչ մեկի համար։ Արի գնանք դուրս տենանք ով է մեզանից բողոքում, որ մի հարևանն է բողոքում։ Դավիթ, լավ չես խոսում հետս։ Ինչի դու քեզ լավ ես սպահում։ Մի րոպե, հա։ Փողը տված է։ Տանը թե ամեն ինչ կարգին է։ Կգնաս մի ամիս հետո, կգաս կխոսենք, եղավ։ Իսկ հարևանների հարցում, եթե խոսենք, մի բան էլ դու ինձ պարտ կմնաս։ Եղավ, գնա այստեղից։ Դավիթ բապ, սենց չի լինի։ Կլինի։ Այդ խողովակներդ ես փոխեմ, դրանը տեմի բետոնը ես անեմ, պատերը սվաղեմ, դու գաս ինձ տնից դուրս անես։ Լավ։ Անսո վերջում կգամ կխոսենք։ Կխոսանք։ Ուր։ Գնում եմ, մամ։ Ոնց որ խոստացել էի։ Լեա։
Եթե դու հիմա այս դռնից դուրս ես եկել, ընդհանրապես կմոռանաս, որ մենք գոյություն ունենք քո համար։ Միշտ փակ կլինի այս տան դուռը քո համար, հասկացար ինձ։